Հունիսի 7-ը համապետական ընտրությունների քվեարկության օրն է, ընտրական հանձնաժողովների աշխատանքն է ապահովել քվեարկության բնականոն ընթացքը և ընտրողներին հերթական անգամ հիշեցնել, ինչպես ճիշտ մասնակցել քվեարկությանը։ Այսօր լրատվականի հետ զրույցում թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանը ներկայացնում է ընտրողի անելիք 5 քայլերը՝ ընտրատեղամաս մտնելուց մինչև քվեատուփին մոտենալը։ Քայլ առաջին, երբ որ ընտրողը մտնում է տեղամաս, մոտենում է սարքավորման մասնագետին, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը եւ այդ դեպքում նաեւ ինքը մատնահետքով անձը հաստատող փաստաթղթով իմիջիայլոց, եթե անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրացած է, դա որևէ հիմք չէ, որ ընտրողը չմասնակցի ընտրությանը, եթե իհարկե տանը չունի վավերականության ժամկետի մեջ գտնվող անձը հաստատող փաստաթուղթ։ Այստեղ վերցնում է կտրոնը, որից հետո երկրորդ քայլը մոտենում է ընտրացուցակների համար պատասխանատու հանձնաժողովի անդամին։ Երկրորդ քայլով ընտրողը մոտենում է ընտրողների ցուցակի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին եւ ներկայացնում քվեարկության կտրոնը։ Ընտրացուցակի պատասխանատուն անհատական կնիքն է դնում կտրոնի վրա եւ ստորագրության կողքը ընտրացուցակի մեջ։ Երրորդ քայլով ընտրողը ստանում է քվեարկության ծրարն ու քվեաթերթիկները։ Այս ընտրություններում ընտրողին կտրամադրվի 1 ծրար եւ 18 քվեաթերթիկ։ Քվեաթերթիկների թիվը թերևս բոլորը տեղյակ են 18-ն է հիմա, սակայն 19 թվով, որովհետեւ 13-ը եթե դուրս է եկել, հաշվարկը չի փոփոխվել եւ վերցնում քվեաթերթիկի պատասխանատուն աճման կամ նվազման կարգով հավաքում է քվեաթերթիկների փաթեթը, ընտրողը այստեղ պետք է մեկ հստակ փաստ իմանա, ինքը չի կարող հրաժարվել որևէ քվեաթերթիկ վերցնելու է ողջ փաթեթը եւ մտնելու է քվեախցիկ։ Քվեաթերթիկներն ու ծրարը ստանալուց հետո ընտրողը մոտենում է քվեախցիկ։ Սա քվեարկության 4-րդ քայլն է, ընտրությունը կատարվում է գաղտնի, առանց որևէ արտաքին միջամտության։ Քվեախցիկում քայլ 4-րդն է, որտեղ ընտրողը պետք է իմանա քրեորեն պատժելի է, եթե նա քվեարկում է բարձրաձայն, այսինքն եթե իր քվեարկության մասին խոսում է բարձրաձայն։ Քվեարկության իրավունքը գաղտնիություն է, ինչպես պարտականությունը, այնպես էլ իրավունք է, որևէ մեկը չի կարող հարցնել ընտրության մասին, որևէ մեկը չի կարող բարձրաձայնել որպես ընտրող իր քվեարկության մասին։ Քվեարկելուց մի կարևոր հանգամանք եւս պետք է ընտրողն իմանա, որ այլ քվեաթերթիկ եթե տեղադրի անմիջապես իր ձայնը համարում է անվավեր հաշվարկի ժամանակ եւ պետք է առանց ծալելու քվեաթերթիկը նախընտրած տնի ծրարի մեջ, ծրարը փակելուց հետո նոր դուրս պետք է գա քվեախցիկից։ 5-րդ եւ վերջին քայլով ընտրողը մոտենում է քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին եւ ներկայացնում քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը ծրարի բացվածքի միջով քվեաթերթիկին փակցնում է ինքնասոսնձվող դրոշմանիչ, բացում քվեատուփի ճեղքը եւ հնարավորություն տալիս ընտրողին ծրարը գցել քվեատուփի մեջ։ Քվեարկության ավարտից հետո ընտրողը պետք է անմիջապես լքի ընտրական տեղամասը։ Այսպիսով ընդամենը 5 քայլով քաղաքացին իրացնում է իր սահմանադրական իրավունքը, մասնակցելով երկրի ընտրական գործընթացին։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։